Հաղթահարելով վախն ու փորձությունները, Գաբին եւ Գագիկը որոշում են հավերժ լինել միասին։ Ինչ կասես, եթե մենք հենց այս շաբաթը ամուսնանանք իրար։ Եվան եւ Վահագը թույլ չեն տա Արինային խփանել իրենց ծրագրերը։ Ֆինանսական հաշվետվություններն են, Արինան է ուզել։ Ինձ թվում է դրան տեղը դնելու ժամանակն է եկել Վահագ։ Դու ով ես, որ առանց ինձ հարցնելու մտնում ես իմ աշխատասենյակ։ Սուս մնա։ Կամ դու գնում ես տանն ես նստում, կամ էլ սովորում ես քեզանից բարձր գտնվողներին հարգել, հասկացա՞ր։ Էմիլի, ասում ես մամատ մինչև մահանալը վատառող չեղել, հա։ Գլխապտույտներն ու ուշագնացությունները հաճախ են լինում։ Վերջին անգամ ամենաուժեղը եղել էր, երբ իր ընկերուհին Ալան եկել էր մեր տուն։ Արաքսիա, իսկ Մարիայի մահվան օրը կոնկրետ հիշում ես։ Հա, սեպտեմբերի 29-ը։ Եվ ինչի համար ես ինձ բերել այստեղ։ Մարիան շարունակում է իր վրեժը եւ դիմում է ավելի լուրջ քայլերի։ Լավ չես, Մարիա։ Դա կնոջդ Մարիա Բաբայանի ձայնն էր։ Նա ասում էր, որ Եվանը նրան սպաներ սրսկելով։ Երկար որոնումներն ու բարձաբանումները ապարդյուն չէին։ Արսենը իմանում է ցնցող եւ անհավանական ճշմարտությունը։ Այս պատմության բանալին դու ես ալը։ Ինչ բացատրություն կա այն գաղտնիքների, որ դուք ունեք։ Ոնց է, որ Աստղիկը կողմից դուրս է գալիս ու ասում է, որ ինքը Մարիա Բավեյանն է։ Որովհետև Աստղիկը Մարիա Բավեյանն է։ Նրանք մի ամբողջություն են դարձել։ Աստվածի որտեղ կլինի այդ թալիսմանը։ Աստորեն դուք Մարիա Բավեյանն եք, հա։ Դիտեք ուրիշի հոգին հեռուստասերիալը երկուշաբթիից ուրբաթ ժամը 21-ին շուտ ես